Ողջույն սիրելի քույրեր եղբայրներ, բոլոր անոնք որոնք ներկա են Հոլիվուդի Սուրբ Կարավիտ Մայր եկեղեցին եւ բոլոր անոնք որոնք արցանց կհետևին աշխարհի 4 կողմեն, Աստծո խոսքի մեջ զորություն կա, ինչպես եղբայրս դասավ եւ Աստծո այդ հզոր խոսքը մեզի օրհնությունը լա։ Այսօրվա մեր նույնը պիտի լա սիրելիներ, փնտրեցեք եւ պիտի գտնեք, փնտրեցեք եւ պիտի գտնեք։ Պիտի գարտամ Մատթեոսի ավետարանեն երկրորդ գլուխ առաջին համարեն սկսյալ Մատթեոս գլուխ 2 առաջին 12 համարները Անուն Հոր եւ Որդու եւ Ոգուն Սրբո ամեն Ու երբ Հիսուս ծնավ Հրեաստանի Բեթլեհեմի մեջ Հերովդես թագավորին օրերը ահա արևելքեն մոքեր եկան Երուսաղեմ ու ասին Ուր-դեղ է ան որ հրեաներուն թագավոր ծնավ Բազնզի մենք արևելքի մեջ անոր աստղը տեսանք եւ եկանք անոր երկրվակություն ունելու։ Եվ երբ Հերովդես թագավորը լսեց, խռովեցավ եւ բոլոր Երուսաղեմ իրեն հետ։ Եվ ժողվելով բոլոր քահանայապետները ու ժողովրդին թբիրները հարցուց անոնց թե Քրիստոս ուր պիտի ծնանի։ Անոնք ալ իրենսին Հրեաստանի Բեթլեհեմի մեջ վասնզի Այսպես գրված է Մարգարեի ցերկով եւ թում Բեթլեհեմ Հութայի երգիրը Հութայի իշխաններու մեջ բնա բզդիկ մչես վասնզի քեզմե իշխանը պիտի ելլե ու իմ Իսրայել ժողովուրդս պիտի հովվե այն ադեն Հերովդես ծած գապար մոքերը գանչեց ու ստուկեց անոնցմե աստին երևցած ադենը եւ զանոնք Բեթլեհեմ գրգելով ասավ կացեք ստույկի իմացեք այն մանուկին վրայով ու երբ գտնեք ինձ իմացուցեք որովհետեւ ես ալքամ անոր երկրվակություն ունեմ ու երբ անոնք թագավորին այս բանը լսեցին կացին եւ ահա այն աստղը զոր արևելքի մեջ տեսեր էին անոնց արժևեն գնաց միջև եկավ գեցավ մանուկին եղած տեղին վրա երբ տեսան աստղը շատ մեծ ուրախությունով ուրախացան եւ դունը մտնելով տեսան մանուկը իր մորը Մարիամի հետ ու ինքան երկրվակությունը լինանոր եւ իրենց կանցերը փանալով ընձաներ դվին անոր ոսկի ու գնդրուկ եւ զմուրս ու հրաման առնելով երազի մեջ որ նորեն Հերովդեսի չտանան ուրիշ ճամփով կացին իրենց երգիրը ամեն Սուրբ Ծննդյան պատմությունը քիչով շատով բոլորս լավ գիտենք ինչ որ գարտացինք հիմա Մատթեոսի ավետարանի մեջ Ինչ որ Ղուգասու ավետարանի մեջ գրված է եւ այնտեղ հովիվներ կային, դաշտի մեջ կեցած, որոնց իրենց գիշերվան հոդերուն բահագությունը գնային եւ անգարց լույս ցակեցավ եւ հրեշտակ երևցավ, սա մի վախնակ, վասնզիցեզի այսօր մանուկը ծնամ, շատ մահամարներ կոծալ գիտեն, այնքան գրտնված է, որ անկիր գիտենք այս բոլորը։ Բայց ուրիշ տեսանկյուն է, որ գիտենք սիրելներ, թարեր առաջ խոստացված մեսիան է, որ պիտի գար։ Աշխարհի սկիզբեն այս ծրագիրը կար ոչ միայն մարգարեություններու մեջը, այլ ծնունդոց գիրքեն, չէ՞, երբ որ Ադամ եւ Եվան անհնազանդ գտնվեցան եւ արգելված վդուղեն եղավ, Աստված ամեն մեկուն բադիջը որ սահմանեց, Ադամին բաճեց, ճակնի քրդիկով դուդես, անիցիալը լա երգիրը ու Եվային բաճեց, որ ցավով ցավակ ծնանի եւ հնազանդ լա միշտ երգին Երգանը եւ Սատանան, որ օծիգեր բարանքով եկած էր, զինքնալ անիզեց որիդ մեջ սողաս, որիդ վրա սողաս եւ հոն սա որ հավիդենական տշնամություն պիտի ծնեմ, քու սերունդիդ եւ գնգան սերունդի միջև, գնգան սերունդը ով է սիրելներ, Հիսուս Քրիստոս ինքն է։ Սկիզբեն այս բոլորը որոշված էր ծննդոցեն իվեր եւ մարգարեություններու մեջ այս բոլորը խոսված էին թե մեսիան պիտի կար, Քրիստոս պիտի ծներ եւ այդ մարգարեություններուն ամբողջացումն էր, որ իրականություն դարձած էր, երբ որ Հիսուս ծնավ Բեթլեհեմի մեջ, գադարումն մարգարեից, ինչպես որ ասենք, չէ։ Երեմիա մարգարեության մեջ քեղեցիկ համարը կա 29:13 կսե ուզիս պիտի փնտրեք եւ պիտի գտնեք, զիս պիտի փնտրեք եւ պիտի գտնեք։ Մոքերուն Երուսաղեմ կալը դակդու վրավ քաղաքը, երբ որ մոքեր Երուսաղեմ հասան, քաղաքը դակդու վրա եղավ, երրորդ համարի մեջ ինչ կսե այստեղ,
Եվ երբ Հերովտես թագավորը լսեց, խռովեցավ, ոչ միայն ինքը խռովեցավ, եւ բոլոր Երուսաղեմ իրեն հետ։ Դակն վրա եղավ քաղաքը։ Թագավորին ագանչը ասավ, որ մարդիկ եկած էին արևելքեն եւ գարցնեին, որ ուր է հрьяաներու թագավորը։ Ինք թագավոր էր, քահին վրա նստած էր եւ իրեն գարցնեին, ուր է հрьяաներու թագավորը, որ պիտի ծներ։ Մոկերը դարօրինակ մարդիկ էին իրականության մեջ եւ դարօրինակ հարցում գարցնեին։ Որքան իմաստուն էին մեկ կողմեն wise men գսենք, չէ, իմաստուն էին, շատ խելացի էին։ Եվ նույնքան ալ միամիտ եւ վարզամիտ էին։ Քաղաքական դեսագետը երբ որ գտիդենք, անոնք շատ միամիտ եւ վարզամիտ էին։ Անոնք չգիտան թե վերջին ձայր թյուրակրկիր մարդումը ըսկացումներուն հետ կխաղային։ Հերովտես թագավորը շատ թյուրակրկիր էր, բզիկ բաներ չխայնանար։ Գարշ խոսքով մենք հрьяաներու թագավորը կփնտրենք եւ գիտենք որ տունա թագավորը չես։ Ադի էսել ուզեցին։ Հрьяաներու թագավորը փնտրելու է գազենք եւ տուն չես այդ մարդը։ Տուն չես, մենք ուրիշը կփնտրենք։ Բնականաբար Հերովտես շատ ցնցվեցավ եւ բոլոր ժողովուրդը իրեն հետ եւ շատ բարգացավ։ Թե ժողովուրդը ցնցվեցավ, դակնու վրա եղան եւ երբ որ թագավորը կբարգանար, կվախնային, որովհետեւ չէին գիտեր, որ հաջորդ քայլը ինչ պիտի լար։ Խենթացած էր թագավորը։ Այստեղ երբ որ գարտացինք եւ ժողովելով բոլոր քահանայապետները, ուրեմն ինչ կնե Հերովտես, իր քահանայապետները եւ ժողովրդի տպիրները կժողվե եւ անոնց կհարցնե թե Քրիստոսը ուր պիտի ծնանի, կհարցնե եւ անոնք պատասխան ունեին անմիջապես։ Անոնք ալ իրենսին Հրեաստանի Բեթլեհեմի մեջ, վասնզի այսպես գրված է Մարգարեին ցերկով եւ թուն Բեթլեհեմ Հութայի երգիրը Հութայի իշխաններու մեջ բնա բզդիկ մչես, վասնզի քեզմե իշխանը պիտի ելե, որ իմ Իսրայել ժողովուրդս պիտի հովե։ Որտեղեն մեջբերում գնային Միքիա մարգարեության են, ճիշտ նույն բառերով գրեթե գրված է Միքիա 5:2 գսե, եւ տուն ով Բեթլեհեմ եւ Փրատա, թեև Հութայի հազարավորներու մեջ լալու բզդիկ ես, բայց քեզմե պիտի ելե ինձի անդոր Իսրայելի վրա իշխան պիտի ելա եւ անոր ելքը իհնուց հավիտենականութեն են այսինքն իհնուց հավիտենական օրերեն է հավիտենականութեն է եկավ Հիսուս եւ ծնավ Բեթլեհեմի մեջ քահանայապետները եւ տբիրները այդ օրերու աստվածապաններն էին ցեհով անոնք քիչեր ցերեկ աստծո խոսքը գսերդեին եւ իրենք լավ գիտեին շատ թյուրությամբ գրնային Միքիա մարգարեության մեջ գրված այս դողերը շատ թյուրությամբ գրնային թարգմանել եւ մեկնաբանել։ Բայց Հերովտես հերավոր արևելքեն եկած մոքերեն լսեց այս բոլոր բաները եւ ասիկա ավելի փորփոքեց իր բարգությունը, որ ինչու իմ գիտիս տակ եղած փարիսեցիները քահանայապետները չեն ասեր, որ թագավոր պիտի ծնի եւ արևելքեն եկած հերու երկրի եկած մոքերը իրենց մեջ է որ գլսեմ։ Ինչու սակայն ասպաները բադայցան, որովհետև քահանայապետներու միտքը, քահանայապետներուն սիրտը հոն չէր, իրենք թուղթի վրա գրվածը կգարտային, բայց անոնք փրկիչը չէին փնտրել։ Եվ այսօր ասիրերներ, մինչև այսօր անոնք չեն փնտրել, հрьяաները դժբախտաբար իրենց սիրտը հոգին այդտեղ չէ։ Միան օրենքներու մասին մտածեն։ Բայց Աստված իր անսահման եւ խորհրդավոր իմաստությամբ կործածեց արևելքեն եկած իմաստուն մոքերը, որովհետեւ հрьяաներուն Հերովտես թագավորին հրճագեն թե Հիսուս հрьяաներու թագավորը ծնած էր։ Մոքերու միջոցով Աստված պիտի ասեր Հերովտես թագավորին, որ հрьяաներու թագավորը ծնած էր։ Մոքերը իրենք հեթանոս էին։ Անոնք կսպաղեին աստղապաշխությամբ, աստղագիտությամբ, իրենց մասնագիտությունը ասեր։ Եվ Աստված հետաքրքրական է, որ իրենց լեզվով խոսեցավ։ Աստղով խոսեցավ Աստված։ Քանի որ իրենք այդ բանին կհավատային, ադորմով կսպաղվեին, Աստված աստղի միջոցով իրենց խոսեցավ։ Մենք արևելքի մեջ անոր աստղը տեսանք, այդպես ասին։
իսկ երբ որ գշարունակենք 9 եւ 10 համարներու մեջ, ու երբ անոնք թագավորին այս բանը լսեցին, ինչ թագավորը կացեք տեսեք եւ ասեք ճիշտ ուր ծնած է, ուր է, որ ես ալ երթամ երկրպագությունն եմ, երբ որ ասիկա լսեցին, կացին եւ ահա այն աստղզոր արևելքի մեջ տեսեր էին անոնց արչեվեն կնած, մինչեւ եկավ գեցավ մանուկին եղած դերին վրա։ Եվ տեսան աստղը, երբ տեսան աստղը շատ մեծ ուրախությունով ուրախացան։ Աստղն է, որ իրենց կարաշնորդ է, մինչև ուր որ պիտի երթան։ Հիսուս լերան կարոցի մեջ շատ քեղեցիկ կերպով ասավ. «Փնտրեցեք եւ պիտի գտնեք։ Խնդրեցեք եւ պիտի դրվի ձեզի։ Փնտրեցեք եւ պիտի գտնեք։ Թուրը զարգեք եւ պիտի բացվի ձեզի»։ Ան որ կփնտրե սիրելներ, վստահություն գուզե, ուղղություն գուզե, անպայման պիտի գտնե, ան որ պիտի կփնտրե, անպայման կգտնե։ Աստված ուսյալ անցին ուսումով գխոսի, փոքր մանուկին իր լեզվով գխոսի, իր հասկացած ձևով գխոսի։ Աստված ամեն մեկուց մեր հասկացած ձևով գխոսի։ Եթե մենք անգեղձորեն կփնտրենք սիրելներ, Աստված անպայման կհայտնվի մեր կյանքերու մեջ։ Ես քանի վկայություններ լսած եմ իսլամները կամ բուդդիստները, տարբեր գրողները, որ քրիստոնեության դարձած են, եւ բոլորն ալ եթե անգեղձորեն փնտրած են, դեր եթե դու գաս հայտնվի եւ հայտնված է Քրիստոս իրենց եւ իրենք գրողին փոխած են եւ քրիստոնյա դարձած են։ Եթե մեկը կփնտրե սիրելներ, անպայման Աստված կհայտնվի դարբեր ձևերով, ամեն մեկուն դարբեր ձևով, բայց անպայման կհայտնվի։ Այն ադեն հերովտես ծածկապար մոկերը գանչեց, այս անգամ կախտիկը գանչե, եւ ստուկեց անոնցմե ասխին երևցած ադենը, թե երբ երևցավ, եւ զանոք Պետլեհեմ գրգելով ըսավ, կացեք ստույք իմացեք այն մանուկին վրայով, ու երբ գտնեք ինձի իմացուցեք, որբեսի ես ալքամ ու անոր երկրպագություն ունեմ։ Երբ որ մենք կտեսնենք սիրելներ Սուրբ Ծնունդը, հիշենք, որ շատ մարգարեություններ իրականացան։ Ոմանք կսեն, որ մինչև հարյուրավոր մարգարեություններ իրականացան, երբ որ Հիսուս Քրիստոս ծնավ, որտեղ 5 դարանի մեջ ամբողջ հատկապես մարգարեություններու մեջ գրված էր Հիսուս Քրիստոսի մասին, եւ այդ բոլոր մարգարեությունները իրականություն դարձան։ Ուրեմն Աստծո խոսքը հավատալի է, չի սխալ իր Աստված, վստահելի է։ Այս կնշանակե, որ սիրելներ բոլոր քալիք մարգարեություններն ալ ճիշտ են։ Քալիքը, որ հավատամքի մեջ կսենք, չէ, հավիտենական կյանքի կհավատանք, դժոխքի կհավատանք, հափշտակության կհավատանք, իկավությունը, այս բոլոր քալիք բաները, որ կա, երկինքը, դժոխքը, քալիք բոլոր բաները, աշխարհի վերջի մանրամասնությունները, որ գրված են, հատկապես Դանիելի մարգարեության մեջ եւ հայտնության մեջ բոլորը սերևոր իրականություն պիտի դառնան, որովհետեւ ինչ որ մարգարեություն եղած է մինչեւ հիմա 100 նույն ցևով կատարված է, սերևոր քալիքներն ալ նույն ցևով պիտի կատարվին եւ իրականություն պիտի դառնան։ Եթե Հերովտես թագավոր Աստծո խոսքին հավատար, իր վերջը շատ ավելի դարբեր կգնալ, բայց ընդհանրակը այսօր զինք կհիշենք որպես այն թագավորը, որ սուտ խոսեցավ նախ մոկերուն, հստակ որ կացեք երկրպագություն ունեք եւ ինձ իմացուցեք, որպես ես ալ երթամ երկրպագությունն եմ, սուտ խոսեցավ։ Ուրիշ ինչ երավ, բոլոր մանուկները, որ 2 տարեկանին վար էր, սպաննել դվավ, որպեսզի վստահ լա, որ Հիսուս Քրիստոս եզերքի փրկիչը ինքն ալ սպաննվի։ Բոլոր անոնց սպաննել դվավ եւ ամեն չանքը հրավ ցևոմը, որ առաջին Սուրբ Ծնունդը, առաջին Քրիսմասը չդոնվի եւ ցախողի։ Արդյունք ինչ եղավ, անիկա ցախողեցավ եւ ինգավ, իր բոլոր հարստությունը, իր բոլոր համբավը զերոյի եկավ։ Մատնությունը գսե թե իր կյանքի վերջին օրերուն մարմինը վարակված էր շատ քեշ հիվանդություններով եւ այդպես դարաբելով մահացավ։ Եվ զանոնք Պետլեհեմ գրգելով ասավ կացեք ստույքը իմացեք այն մանուկին վրայով, որպեսզի ես ալ երթամ եւ երկրպագություն ունեմ։ Գազավորություն է որ գներ թագավորը։
ամենամեծ գեղձավորն էր եւ դժբախտաբար սիրելիներ այսօր ալ մարդիկ կան որ գսեն որ մենք Աստծո կհավատանք բայց երբ որ իրենց կյանքը գտիդենք կտեսնենք որ բոլորովին Աստծո խոսքին թեմն է իրենց ապրած կյանքը Հերովտես թագավորը բռնաբեդ էր եւ իրեն պես շատ օրինակներ կան լա պատմության մեջ լա Սուրբ Գիրքի մեջ մեր օրերու Հիտլերն ալ բռնաբեդ էր, Սադամ Հուսեյնն ալ բռնաբեդ էր եւ այս բոլորն ալ դժվար վիճակներու մեջ մահացան։ Կամ Դանիելի մարգարեության մեջ ինչպես որ գրված է Նապուկոդոնոսոր, սկիզբը այդպես էր, երբ դարձի եկավ իր զավակը Բաղդասար երբ որ Աստծո ցեմ հբարդացան ցևոմը եւ մեղ կորզեցին Աստված բոլորն շատ թարն գերբով բաճեց եւ մահացան։ Անոնք որ Աստծո թեմ գելեն սիրելիներ, գանարկեն Աստծո մեղա Աստծո նույնիսկ հայոյեն շատեր եւ ինքնին Աստծո դեր գտնեն անպայման իրենց բադիճը գտնեն ուշ կամ գանուխ։ Աստծո խոսքը եւ Աստծո ծրագիրները կմնան եւ կհաղթեն։ Ֆիլիպեցիս թուղթի մեջ շատ գեղեցիկ համար մը գա 2:9-11 կսե այսօր համար Աստվածազանիկա խիստ բարձրացուց Քրիստոսի համար է անոր անունը դվավ որ ամեն անուն է վեր է որովհետեւ Հիսուսի անունին ամեն ձունկ ծրի երկրավորներու մեջ եւ երկրավորներուն եւ սանտարամեդականներուն եւ ամեն լեզու թավանի թե Հիսուս Քրիստոս դեր է հոր Աստծո փառքին համար ամեն Որքան Քրիստոսի ծնունդը անխուսափելի էր սիրելիներ, նույնպես անոր փառավորվելն անխուսափելի է։ Հիսուս պիտի փառավորվի, ամեն ձունկ պիտի ծրի։ Աստված մեզի ընտրություն տված է։ Կրնանք խոնարհիլ Հիսուսի առջև, հպատակիլ իրեն եւ իր օրհնությունները վայելեն։ Եվ գամ կրնանք հպարտ մնալ եւ ինքը պիտի ստիպե որ խոնարհենք, պիտի ստիպե որ ցածնանք։ Հակոբոս Արաքյալ 4:10-ի մեջ կսե Տերոջ առջև խոնարհեցեք ու անցես պիտի բարձրացնե Տերոջ առջև խոնարհեցեք ու անցես պիտի բարձրացնե Հիսուսը լսավ չէ ան որ ինքնին կբարձրացնե պիտի խոնարհի եւ ան որ ինքնին կխոնարհեցնե պիտի բարձրանա Տերը ինքը պիտի բարձրացնե Անխուսափելի է սիրելիներ օրը ամեն մարդ այր մարդ կամ գին հավատացյալ թե անհավատ հրյա կամ հեթանոս բոլորը ամեն ձուկ պիտի ծրի դիեզերքի արարիչին առջև Հիսուս Քրիստոսի առջև Հիսուս հավիտենականություն է այս աշխարհ եկավ հավիտենականություն է եկավ այս սահմանափակ աշխարհի մեջ մեզի համար ծնավ Դոնական օրերը որ կմոտենան սիրելիներ ահածնուտը կմոտենան օր տարին Հիսուս մեզի համար եկավ Հիսուս մեզի համար մերավ մեզի համար հարություն արավ եւ մեզի համար հորը աչ կողմը բազմած է եւ հիմա մեզի համար բարեխոսություն գնե խոնարհին գերարչեվը սիրելիներ ուզենք կամ չուզենք ամեն ձուկ պիտի ծրի իր արչեվը լա երկինքի մեջ լա այս աշխարհի մեջ լա սանտարամեդականներու մեջ բոլորն ալ պիտի ծրին որտեվ իսկապես ինքն է դեր դերանց եւ թակավոր թակավորած ամեն